Շնորհակալություն պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում օրենսդրական երկու նախագիծ, որոնցից առաջինն է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը առաջարկվում է հետևյալ տեսքի բերել, ուրեմն 4.4 կետով ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են սույն հոդվածի 4.1 մասի երկրորդ կետի A և B ենթակետերով ընձեռնված հնարավորությունից օգտվելու դեպքում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից 20 րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը։ Հոդված 2 սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Եվ երկրորդը վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, ուրեմն հոդված առաջին 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 31.1 մասով, ըստ որի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիր եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4.4 մասով նախատեսված դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով։ Հոդված 2 սույն օրենքն ուժի մեջ է մտնում 25 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հարգելի գործընկերներ, հնարավորինս հակիրճ փորձեմ հիմնավորել նախագիծը, ուրեմն նախ նկարագրեմ ընթացիկ իրավիճակը, ուրեմն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը պատասխանատվություն չի սահմանում ողջամիտ ժամկետից ավել ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար, մինչդեռ դրա հետևանքով ստեղծվում է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին կանգ առնելուն կամ երթևեկության ուղղությունը փոխելուն հարկադրող իրադրություն, առաջացնելով արհեստական խցանումներ։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը, հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե անվտանգային, թե տնտեսական եւ թե առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն թվով երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխությունները կվերաբերվեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի շուրջ 80-ից ավել տոկոսին համաձայն գործող բջջային հավելվածի ավտոապահովագրական 1 պատուհան համակարգ ASFA համակարգ տեխնիկական սպասարկումն ապահովող Vivac Հայաստան ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության։ Ընդունելով կառավարության առաջարկությունները համապատասխան նախագծով առաջարկվում է լրացում կատարել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածում վերջինս լրացնելով հետևյալ բովանդակությամբ նոր 4.4 մասով եւ հաշվի առնելով նաեւ կառավարության համապատասխան առաջարկեն այն շարադրել այնպես ինչպես քիչ առաջ նշեցի օրենքի նկարագրության մեջ։ Ներկայումս գործող կանոնների օրենսդրության եւ գործնականում ձևավորված սովորույթի համաձայնեցված հայտարարով կարգավորվող պատահարներից հետո վթարի մասնակիցներն ըստ քայլերի հերթականության պարտավորվում են ներբեռնել գործող ավտոապահովագրական 1 պատուհան համակարգի ASFA հավելվածն իրենց բջջային հեռախոսներում, սկսել լրացնել այն մուտքագրելով անձնական տվյալներ, վկայագրերի, այլ փաստաթղթերի, լուսանկարների, կոնտակտային տվյալներ, զանգահարել ապահովագրական ընկերություններին, նրանցից ճշտել հեռախոսահամար, որին այլ բջջային հավելվածներից հարկավոր է ուղարկել լուսանկարներ պատահարի վայրից, այնուհետև ճշտել դրանց ստացվել են պատշաճ կերպով թե ոչ եւ այլն։
Եվ այս բոլոր գործողությունների կատարման ընթացքում վթարի մասնակիցներն ազատ են տնօրինելու խցանում առաջացնող իրադրությունը, տնօրինելու ճանապարհն ազատելու ժամանակ այն պարագայում, երբ նրանց միջև առկա է վթարի մեղավորության գույքային վնասի սահմանաչափի մասին համաձայնություն։ Գործնականում բոլոր վարորդներն արդեն հարմարվել են վթարից հետո անմիջապես ապահովագրական ընկերություն զանգելու պարտականությանը եւ դա կատարում են պատշաճորեն։ Բջջային հավելվածը բացակայում է մոտ 50% վարորդների հեռախոսներում, ինչը ներբեռնելն ինքնին մի մոտ 10 րոպեով հավելյալ արհեստական խցանում է առաջացնում վթարի վայրում, եթե ոչ ավել։ Միաժամանակ մյուս 50%-ում հեռախոսներում արդեն իսկ ներբեռնված է բջջային հավելվածը, պատահարի պահից պարտավոր են անցնել վերոնշյալ մուտքագրումների գործընթացն, ինչը բավականին ժամանակատար է։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ այս պարոն Քոչարյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ մենք այս հարցերը քննարկել ենք, բացի կոնկրետ օրենքներում, օրենքի երկու կետերում փոփոխություններից, իրականում բավականին ծավալուն աշխատանք է կատարվել հենց բյուրոյի հետ եւ մասնավորապես բիվակ ընկերության հետ այն հավելվածի հավելվածի ուրեմն լավարկման ուղղությամբ ես ինչպես նկարագրեցի այս հիմնավորման մեջ ըստ էության գործող հավելվածը եւ գործող կարգավորումները բավականին տևական ժամանակ են պահանջում վարորդներից, որպեսզի այդ ամբողջ գործընթացը իրականացնեն եւ ահա մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք մի օպտիմալ ուրեմն տարբերակի, որը մեր խորին համոզմամբ անգամներ կկրճատի այդ գործընթացը եւ այն պահին, երբ արդեն հավելվածը կգործի, իմ խորին համոզմամբ առավելագույնը 5 րոպե կպահանջվի երկու վարորդներից այս բոլոր տվյալները ներբեռնել համակարգ։ Ես ուզում եմ նաև եւս մեկ անգամ շեշտել, որ խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ պատահարի մասնակիցների թիվը 2-ն է, զուգահեռաբար կա փոխադարձ համաձայնություն մեղավորության վերաբերյալ եւ ինչպես նաեւ կա համաձայնություն վնասի շեմի վերաբերյալ, որը այս պահին 400,000 դրամ է Երևան քաղաքում եւ 200,000 դրամ Երևան քաղաքից դուրս, ինչը փաստացի ընդհանուր վթարների թվի 80-ից ավել տոկոս է կազմում այս պահին, ինչը մեր խորին համոզմամբ էապես կնպաստի այդ արհեստական խցանումների նվազմանը եւ ընդհանուր քաղաքի շարժի բեռնաթափմանը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։